Արցախում դիերի փոխանակման ժամանակ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 13 դի, բայց նաև հնարավորություն տվել, որ շփման գծում տասնյակ դիեր ևս տեղափոխվեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհված ադրբեջանցիների մասին տեղեկությունները թաքցնում է։ Վերջի տեղեկությունը պաշտոնապես հրապարակվել է ապրիլի 7-ին, ըստ որի իրենց զոհերը 36-ն են, բայց ադրբեջանցի լրագրողները ապացույցներով ներկայացրել են ավելի քան 93 զոհի մասին։ Պաշտպանության բանակի տվյալով Ադրբեջանի իրական զոհերի թիվը ավելի քան 2000 է։ Բոլոր կորուստները միասին վերցրած, հակառակորդը կրել է շուրջ 2000 զինծառայողի կամ նրանց հետ մարտի մեջ նետած այլ ուժերի կորուստ, այդ թվից մոտավորապես 30-35%-ը դրանք մարտական կորուստներն են, այսինքն մահացածները։ Նախորդին դիերի փոխանակման ժամանակ ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել 19 անհետ կորած զինծառայողներից 18-ի դիերը։ Անհայտ է մնում 1 անհետ կորած զինծառայողի ճակատագիրը։ Այսպիսով, ապրիլի 1-ից մինչև այսօր մարտական գործողությունների շրջանում հայկական կողմի զոհված զինծառայողների քանակը 65-ն է, ներառյալ 18 անհետ կորած զինծառայողները։ Զոհված խաղաղ բնակիչների թիվը մոտ 1 տասնյակ է։ Զինվոր միասին վերցրած մահացել է 65 զինծառայող, ներառյալ 18 անհայտ կորածները, որոնք 3 վերադարձվեցին մեզ։ 65-ից բացի մենք այս պահին ունենք 1 անհայտ կորած։ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահին բուժում է ստանում 36 վիրավոր, որոնցից 3-ի վիճակն է ծանր։ Հոսպիտալում բուժում ստացող բոլոր զինծառայողները բեկորային վնասվածքներ են ստացել։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվում են թվով 7 վիրավոր զինծառայողներ, որոնցից 3-ի վիճակն է շարունակում մնալ ծայրահեղ, մնացած 4-ը ծանր կայուն են։ Տուժածների առողջական վիճակը դրական տեղաշարժ է արձանագրել։ Բացի այդ, ապրիլի 2-ի առավոտյան հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաներ 12-ամյա Վարդան Անդրեասյանը եւ 11-ամյա Գևորգ Գրիգորյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն։ Զորապ Հարոյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։